Հարգելի բարեկամ, այսօր կուզեմ խոսել մի հետաքրքիր նյութի մասին, որը երևի շատերիդ կհետաքրքրի, Աստծու կամքը ինչպես իմանալ, արդեն երևի վերնագիրից էլ հասկացաք, գիտեք հետաքրքիր ինչն է, որ շատ մարդիկ, որոնք քրիստոնյաները բոլոր, բայց որոնք ավելի են գիտակից հավատքի գալի եկեղեցի գնում, աղոթում, Աստծու խոսքը կարդում եւ այլն, այս մարդկանց մոտ շատերի մոտ մի բան ալնում, անվստահություն են ձեռք բերում, ինչ որ նույնիսկ չնչին գործերի մեջ, մի հարցերի մեջ ավելի ճիշտ, քայլ անելու, վախենալով միգուցե մեղք կգործեն, միգուցե Աստծու կամքը չի, սկսում են փնտրել Աստծու կամքը որն է, իսկ միջև տենց գիտակից հավատացյալ լինելը իրանք ավելի վստահելի էին, իրենք վստահ գիտեին ինչ էին անում, բայց հարց է առաջանում, ինչու է այդպես։ Եվ այսօր խոսենք այդ մասին, ինչու է այդպես եւ որն է Աստծու կամքը, ինչպես հասկանալ Աստծու կամքը։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ, ուրեմն կարդամ ձեզ մեր Տիրոջ խոսքերը Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 21-րդ համար։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասող կմտնի երկնքի արքայությունը, այն նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Եվ Սաղմոս 2-ում 40-րդ Սաղմոս 8-րդ համար ասում է. Քո կամքը կատարել կամեցա։ Ուրեմն շատ քրիստոնյաներ, ինչպես ասեցի, որ իրենք հավատքի գալով, գիտակից հավատքի գալով սկսում են անվստահ լինել իրենց կյանքի մեջ։ Եվ իրենք գալով եկեղեցի ինչու է այդպես լինում, գալով եկեղեցի իրենք փնտրում են մարդկանց, որոնք իրենց համար այդ Աստծու կամքը կհայտնեն։ Ինչու է այդպես, որտեվ ցավոք սրտի գտնվում են հոգևորականներ, կամ էլ կարդում են ռուսական գրականություն, կամ ռուսական տեսահոլովակներ են նայում, որտեղ խոսվում է, որ հավատացյալը մեղավոր է, որ դու հավատքի ես եկել, մեղավոր ես ու դու չես կարող Աստծու կամքը իմանալ, որն է Աստծու կամքը, եւ շատ են գովազդում Ռուսաստանում օրինակ կան ծերեր, ստարցի կոչվածները, որոնք ապրում են եսին որտեղ Սիբիրում, տարբեր հեռու տեղեր մարդկանցից, կամ ինչ-որ վանքերում մարդիկ ստիպված են գնում են հասնում են այնտեղ, որ իմանան Աստծու կամքը որն է իրենց համար։ Օրինակ, ամուսնանամ, չամուսնանամ, այս բիզնեսը սկսեմ կամ չսկսեմ, կամ որտեղ սովորեմ կամ չսովորեմ, վանք գնամ, չգնամ։ Եվ նման շատ բաներ, մարդիկ գնում են այնտեղ, ժամերով հերթ են կանգնում, որ այդ ծերը, այդ տարեցին գտնեն կամ հանդիպեն, այդ շնորհը գտնեն, որ իրանից Աստծու կամքը իմանան։ Բայց դա արդյոք ճիշտ է, չեք մտածել, դրա համար դուք երբեք այդ հոգևոր աճը չեք ունենում, դուք ավելի Տիրոջ առջև չեք կանգնում, որ խնդրեք որևէ բան, օրինակ մեր Տերը ասում է, ինչ որ հավատքով խնդրեք, կտրվի ձեզ, ասում է, եթե նույնիսկ այս լեռան ասեք գնա բարձրացի մտի ծովը, կմտնի։ Այսինքն այն խնդիրները, այն բաները, այդ լեռը, որը քեզ փագել է, ասենց ասեմ, Աստծու կամքը քո առջև, դու կարաս այդ տեղափոխես եւ տեսնես Աստծու կամքը, այսպես ասեմ։ Բայց ո՞րն է Աստծու կամքը։ Ցավոք սրտի շատերը փնտրելով իրանց կենցաղային հարցերը լուծելու համար վստահ եմ, որ միջև տենց գիտակից հավատացյալ դառնելը իրանք կլուծեին այդ կենցաղային հարցերը, այդ իրենց կյանքի հետ վերաբերող, բայց ցավոք սրտի այդ է, որտեվ իրենց սխալ տեղեկություն են տվել, վախցրել են, որ դուք չեք կարող Աստծու կամքը իմանալ։ Իսկ ո՞րն է Աստծու կամքը, չէ՞ որ մեր Տերը դե ասեց, չէ՞ որ հորս կամք կատարողը ո՞րն է այդ Աստծու կամքը։ Քրիստոնյան միայն դրա մասին պետք է մտածի։ Հիմա ասեմ, Պողոս առաքյալը առաջի Թեսաղոնիկեցիս թղթի մեջ, ուրեմն 4 գլխի մեջ ասում է, որտեվ սա է Աստծու կամքը, ձեր սրբությունը, որ դուք ետ կենաք պոռնկությունից, նույն թղթի մեջ 5-րդ գլուխ 18-րդ համար ամեն բանի մեջ օրհնեցեք, որտեվ սա է Աստծու կամքը ձեր վրա Քրիստոս Հիսուսով։
Եվ Սաղմոս 2-ն ասում. դու պատվիրեցիր պինդ պահեմ քո պատվիրանները։ Ուրեմն նայեք, Աստծո կամքն է սրբության մեջ ապրել, այսինքն մեղքից հեռու լինել, դա է Աստծո կամքը, ամեն բանի համար փառք տալ Աստծուն եւ իր պատվիրանները կատարել։ Ուրիշ բան է, որ մենք այդքան կատարյալ չենք, ձգտում ենք կատարյալ լինելով, բայց երբ որ դու մտածում ես, որ սա է Աստծո կամքը, այսինքն պատվիրանները կատարես, Աստծուն փառք տաս եւ ձգտես սրբությանը, ձգտես մեղք չգործես։ Հիմա հարցը ինչ չի կգործես թե չես գործե, բայց դու երբ որ գիտակից ապրում ես, սա է Աստծո կամքը։ Ամեն նեղության մեջ, դժվարության մեջ Աստծուն փառք տալն է։ Ամեն փորձության մեջ Աստծուն փառք տալն է, գոհ լինելն է, գոհ ապրելն է, չտրտնջալ, չդժգոհել։ Դա է Աստծո կամքը մեր վրա։ Մյուսը պատվիրանները պահելը, իսկ պատվիրանները այն տասնաբանյա պատվիրանները միայն չի։ Մենք ֆիքսվում ենք այդ տասնաբանյա պատվիրանների վրա, մի օր երևի խոսենք, բայց դա ավելի շեշտ տվում է այդ տասնաբանյա պատվիրանը երկու պատվիրանով է Տերը ամփոփում՝ սիրիր Աստծուն, սիրիր մերձավորին։ Եվ ավելի ինքը նկատի ունի այդ պատվիրանը այն երանիները, որ ինքը մեզ ասում է Մատթեոսի 5-րդ գլխի մեջ։ Դրա մասին մի օր առանձին կխոսենք Աստծո կամոք, եթե Աստված կամենա, կխոսենք։ Ուրեմն հասկացաք, սա է Աստծո կամքը, քրիստոնյան ինչ որ անի, ինչ ծրագիր նախընտրի, մի ծրագիր փորձի անել բան, ինքը պետքա մտածի, եթե այս բանը անում եմ, ես պատվիրանները կխախտեմ, ես մեղքի մեջ կընկնեմ, ու երբ որ լինում է կամ չի լինում, ես ինչ որ պետքա ձեռնարկեմ Աստծուն փառքի համար, Աստծուն փառք կտամ, թե չէ։ Այսա քրիստոնյան այսպես պետք է ապրի եւ ինքը վստահ պետք է լինի, ինչ որ անի, պետք է կատարի։ Առաքյալը ասում է, ինչ որ հավատքով չի, մեղք է։ Այսինքն ինչ որ մենք մի գործ ենք ձեռնարկում, եթե չենք վստահում, որ Տերը մեզ պետք է օգնի, արդեն դա չվստահությունը մեղք է։ Դրա համար շատ կարևոր է, որ քրիստոնյան ինչ որ եթե գործ է ուզում ձեռնարկի, ինչ որ բան է ուզում անի, ինքը վստահ լինի Տիրոջը ապավինելով։ Օրինակ Տերը մեզ մի առակ է պատմում, հիշում եք, տաղանդների առակը։ Իմիջիալոց ասեմ, որ տաղանդը դա դրամական մի չափանիշ էր, որը մի տաղանդը 34 կիլո արծաթ էր։ Այդ իմաստը ունի։ Ուրեմն կանչում է իր ծառաներին, 3 հոգի են, հա, առակի մեջ հիշվում, մեկին 5 տաղանդ է տալիս, մեկին 2, մյուսին 1 տաղանդ։ Եվ հեն որին 1 էր տվել, հիշում եք, տան թաղում է, այն երկուսը տան գործի մեջ են դնում։ Այսինքն սա նշանակում է, սրանով Տերը նաև ցույց է տվել, որ մեզ շնորհներ է տվել, մեզ իմաստություն է տվել, մեզ խելք է տվել, մեզ ամեն ինչ տվել է, որ դա իրականացնենք, շատացնենք, գործի մեջ դնենք։ Իսկ այն քրիստոնյան, որ նստում, կներեք այդ բառը ասեմ, նվնվում, լացում է, Աստծո կամքը որն է, որ հետը խոսում ես, այս դու ինչ ես ուզում, մեկին ասում ես, ուզում ես ամուսնանաս, մեկ կամ չամուսնանաս, չգիտեմ, ես գործ անես, սովորես, աշխատես, Աստծո կամքն եմ խնդրում։ Ու տես մարդկանց հետ շփվելով տեսնում ես տարիներով իրանք նույն բանի մեջ են մնում։ Առանց Աստծո կամք են խնդրում ու քայլ չեն անում։ Այստեղ Տերը մեզ սովորեցնում է առակով, որ եթե Աստված մեզ մի բան ա տվել, չէ, կյանքի կենցաղի մեջ ապրում ենք մենք պետք է փորձենք դա Աստծուն վստահելով, իրան վստահելով, այդ քայլը անել, տանել գործի մեջ դնել։ Եվ չլինի այն մարդու պես, այն որ մեկ տաղանդ ուներ, ասում է Տեր, ես գիտեի, որ դու կարող ես կորցնեի, հա, դրա համար տարա թաղեցի։ Այսինքն նույնը այդ քրիստոնյանը անում, որը չի կարող մի հատ հարց լուծի։ Չի կարող մի ինչ-որ տե գործ անի։ Այսպիսով այդ քրիստոնյան այդ նույն բանն է անում, թաղելով իր վախի,
իր այսինքն թերագնահատելով ինքն իրեն եւ այլն եւ չվստահելով Տիրոջը այդ հողի մեջ է թաղում անվստահության, ծուլության, վախերի եւ այլն թաղելով այսպիսով ինքը մեծ մեղք է գործում դրա համար հարգելի բարեկամ եթե դուք ինչ որտեղ մի ձեռնարկ եք ուզում այսինքն մի գործ եք ուզում ձեռնարկել մի վախեցեք օրինակ եթե դուք չգիտեք ինչպես վարվեք ինչպես անեք Աստված մեզ այնքան է վստահում հասկացեք այնքան է վստահում որ ինքը տալիս է մեզ այդ նորից ասում եմ այդ առակը նայեք ինքը ինչքան է մեզ վստահում որ մեզ տալիս է դա որ մենք այդ գործի մեջ դնենք մենք իրականացնենք ու այնտեղ այդ առակի մեջ ասում է այն անպիտան ծառան վախկոտ ծառան ասում է ես գիտեմ ասում է դու կարաս հնձես այնտեղից որտեղից չես ցանել եւ ինչա պատասխանում Տերը ասում է ով անպիտան ծառա որ գիտեր ես կարայի հնձե այնտեղից որտեղից չէին ցանե դներ գործի մեջ եթե նույնիսկ կորցներ ես Տեր եմ հասկանում եք դրա համար մի վախեցեք քայլ անելու եթե ինչ որտեղ մի բանի արժև եք կանգնել վստահ իրականացրեք վստահեք եթե նույնիսկ ընտրության հարց կա 2-3 տարբերակ կա ասենց ասեմ հա ու դուք չգիտեք որն է օրինակ էլի դուք փորձեք հետեւյալը անել վստահ ձեր մեջ գցեք բռնեք հաշվարկեք որտեղ Աստված ձեզ իմաստություն է տալիս օրինակ 3 տարբերակից մեկը ընտրեք եւ Աստծուն աղոթելով իրեն վստահելով Տեր ես ես մի տարբերակն եմ ընտրել օրինակ եւ վստահությամբ քայլ նետել եւ գնալ վստահելով որ Տերը մեզ համար Տեր է ինչու ենք մենք Քրիստոսին Տեր ասում Տերը ուղղակի Աստծու իմաստով նաեւ չի այ որ ինքը Տեր է կանգնում մեզ ինքը մեզ ամոթով չի թողնի որտեվ ասում է Աստծու խոսքը ով որ ապավինում է Տիրոջը ամոթով չի մնալու դրա համար մի վախեցեք երբ որ այդ 3 տարբերակը որ դուք գիտեք ըստ ձեզի մեկը ընտրում եք իսկ նստելով նվալով լացելով որնա երբեք պատասխան չի լինելու դրա համար միշտ դուք տառապելու եք միշտ նեղության մեջ եք կլնելու միշտ հուսահատության մեջ եք կլնելու այս սատանան էլ սա օգտագործելու է ձեզ ավելի խաղաղությունն է կորցնելու Աստծուց է հեռացնելու դրա համար վստահ նորից եմ ասում վստահ այդ քայլը որոշումը արեք Տեր օրինակ կա այբ բենգիմ տարբերակը Տեր ես մտածեցի, գցեցի, բռնի, աղոթեցի, բեն տարբերակ ընտրեցի։ Եվ ահա ես քեզի ապավինելով այս քայլը անում եմ։ Եվ դու առօր օրինակ վեր կան գնում ես այն բեն տարբերակը անելու, մեկ էլ տեսնում ես այդ բեն տարբերակը առջևդ փակվում է։ Բեն տարբերակը փակվում է, եկել ինքն իրան գիմ տարբերակն է գալիս, կամ էլ նույնիսկ մեկելով դա տարբերակն է, այդ 4-րդ տարբերակն է գալիս։ Եվ Տերը այս բանն է օրհնում։ Իսկ եթե դու որոշեցիր բեն տարբերակ եւ գնացիր եւ Տերը օրհնում է եւ դու փառք ես տալու Աստծուն ու երբեք մի փոշման այդ քայլիդ համար, բայց նորից միջև այդ որոշումը ես ինչպես ասեցի, պետքա դու հետեւյալը հասկանաս, որ պետքա քննես այդ քայլերդ մեղք տանում է թե չէ, եթե պետքա գնաս մեկին խաբես, դա լավ բան չի, եթե պետք է գնաս այդ գործ անես մեղքի մեջ ընկնես, լավ բան չի, հա, սա է, այս է քո չափանիշը Աստծու կամքը որն է, իսկ մնացածը ինքը սիրող հայր է, մեզ օրհնում է, մեզ սովորեցնում է եւ ընթացքում կյանքի ընթացքում մենք փորձառություն ենք ձեռք բերում բացի փորձառություն ձեռք բերով մենք միշտ նորից պետքա նորից ամեն երբ որ այդ տարբերակներ կա ընտրելու եթե նույնիսկ չկա մի տարբերակ կա կամ ինչ-որ մի բանա պետքա շուտ որոշում անես մի վախեցիր Տիրոջը ապավինելով վստահելով եւ հետևանքներից մի վախի Ես չեմ ասում գնա էշություն արա կներեք էլի, այ վստահի Տիրոջը, որ եթե դու հավատքով Աստծուն փառք տալով դու այդ որոշումը տանում ես եւ Տեր ես քո որոշմանը, Տերն էլ Տեր է եւ քեզ եւ քո որոշմանը։ Ինքը ամոթով չի թողնի։
Գիտեք, sense մի բան էլ կա, մեր Տերը մեզ ինչ է ասում, ասում է եթե երեխու պես չնմանվեք, մանուկների պես արքայություն չեք մտնի։ Դա տարբեր բացատրություն, մեկնություններ կա այդ երեխաների մոմենտով, պահով, բայց այս մեր խոսակցության կտրվածքով հետևյալն է, որ երեխան, երբ որ քայլ է անում, ինքը այդ պահին մի բան ուզում է եւ գնում անում է։ Եթե սխալ է, ինչա, ծանողը տերա կանգնում, ծանողն է գալիս իրան ազատում, եթե նույնիսկ սխալի մեջ ընկնի, որովհետեւ ինքը երեխան չի մտածում։ Հենց որ մի քիչ մեծանում է, սկսում է ուղեղ աշխատացնել, ինքը սկսում է մտածել, գցել բռնելով, հիմա չասեք մտածելը վատ բան է, չէ, ես նկատի ունեմ այն, երբ որ մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում մի բան անելու, մենք փոխարենը ասենք Տեր ինձ ուղղորդի, քեզ եմ վստահում, քեզ եմ փառք տալի, մենք սկսում ենք ինչ անել, մենք սկսում ենք մտածել, էսի ոնց անենք, այս վիճակից դուրս գանք, էս անենք, այն անենք, հետո որոշում ենք, դու Տեր դու օրհնի, ես կանեմ, գնում ենք ճիշտ ասում, դժգոհում ենք, ջղայնանում ենք, բարկանում ենք, հայոյում ենք եւ այլն, դու գալիս ենք ասում ենք Տեր, ինչու սենց եղավ, ինչու ես քեզ է ապավինել, դա այդ ապավինությունը չի։ Ապավինություն նորից նա է, երբ որ դու կշռադատում ես ամեն բան եւ ի վերջո Տիրոջը ապավինելով դու որոշում ես կայացնում, Տեր ես կանգնում քո ամեն մի գործի արարքիդ վրա։ Դրա համար իմաստություն խնդրեք եւ բացի իմաստությունից նաեւ առանց կասկածամտության Հակոբոս ասում է որ իմաստություն չունի խնդրի, բայց առանց կասկածելու, որտեղ ասում է նմանվում այն նավակը, որ ծովը տանում բերում է, վերջը այդ նավակը կործանվում, այդպես էլ դուք հավատքով խնդրեք։ Եթե հավատք չկա, խնդրեք Տերը հավատք տա եւ վստահություն իրան։ Վստահությամբ ձեր քայլերը արեք։ Հուսով եմ հասկացաք Աստծո կամքը որն է ձեր կյանքի մեջ, նորից կրկնեմ, դա պատվիրանները կատարել, սրբության մեջ մնալ, պոռնկության մեջ չընկնելով եւ փառք տալ ամեն բանի համար։ Սա է Աստծո կամքը, սրանով դուք քայլեք, ու այն մարդիկ, որոնք ասում են դուք անարժան եք, մեղավոր եք, Աստծո կամքը չեք կարող իմանալ, գտեք մարդկանց, որոնք ձեր համար կաղոթեն եւ այլն, մի լսեք իրենց։ Իրենք չեն թողնում, ձեր թևերն են կտրում, որ դուք չթռնեք դեպի երկինք, դեպի Քրիստոս ու ճաշակեք այդ քաղցրությունը Տիրոջ վստահության, Տիրոջ վրա ապավինության եւ ամոթ չմնալու այդ քաղցությունը։ Մի լսեք այդ ձևի մարդկանց։ Իրանք նորից եմ ասում, էլի, եթե հոգեվորական են, ձեզ տենց բան են ասում, դա ասենց ասեմ մանիպուլյացիայի մի ձև է, որը իրենք ուզում են ձեր փոխարենը որոշումներ անեն, որ ձեզ կառավարեն, որ ձեզ ցույց տան դուք ինչպես ապրեք, որ իրանցից կախված ելնեք, էլի։ Իսկ դա գալիս է նորից քիչ լսեք ռուս քարոզիչների, ռուս հոգեվորականների, որոնք այս բաները ձեզ ասում են։ Եվ Տերը թող օրհնի ձեզ, իմաստություն տա եւ այսօր այս կամը շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։